նպատակ ձևակերպենք եւ կոնկրետ նպատակ։ Թիմը սովորաբար ձևավորում են նպատակի շուրջ։ Մենք բոլորս սովորաբար գիտենք փայլուն, թե ինչը չենք ուզում, բայց այ ինչ ենք ուզում, շատ քչերը կկարողանան հստակ ձևակերպել ինչ են ուզում։ Եթե մենք հարցնենք այսօր ինչի համար ենք հավաքվել, մեր 1000 խմբի անդամները փայլուն կներկայացնեն, որ այս հանրության այս հարցը չեն ուզում տեսնել, այս հանրության այսինչ հարցից են դժգոհ, մեր պետության, կառավարության, չգիտեմ ինչի, ու բոլորը միանշանակ կկարողանան հստակ ներկայացնել, բայց քչերը կկարողանան ներկայացնել, թե կոնկրետ ինչ եւ կոնկրետ ինչպես են ուզում հասնել եւ ինչ սահմաններում, ինչ ժամկետներում։ 1000 խմբի նպատակը, եթե մենք վերցնենք, որ այլ հանրության եւ այլ հարաբերությունների ձևավորումն է, չափազանց կարևորում եմ այստեղ համախոհների միավորված եւ թիրախային մտածելակերպը։ Եթե մենք կարողանանք կոնկրետ թիրախ ընտրել նոր հանրության կայացումը, ուրեմն պետք է նաեւ սկսենք իրար հետ միաժամանակ եւ նույն ձևի մտածել չասեմ, բայց միանման մտածելը ապա անպայման չափազանց սա կարևորում եմ եւ պետք է այդպես լինի, որպեսզի կարողանանք ձևավորել կուռ թիմ, եթե չէ, ուրեմն չի լինելու։ Հիմա այստեղ հավաքվել են տարբեր սեռի, տարբեր մասնագիտությունների, ինչու՞ չէ նաեւ տարբեր տարիքի մարդիկ, որոնք ունեն նույն կամ մոտիկ նպատակներ այլ հանրություն եւ այլ սոցիալական փոխհարաբերություններ ունենալու։ Մենք եթե բոլորս իրար հետ շփվում ենք եւ մեր միջև կատարվում է էներգափոխանակություն։ Այս էներգամեն կոչվածը չափազանց կարևոր է, որը մենք ոչ տեսնում ենք, ոչ լսում ենք, ոչ էլ շոշափում ենք, բայց այն կա եւ անկախ մեր իմանալուց, անկախ մեր գիտակցելուց այն կա եւ լինում է ու միշտ է տեղի ունենում։ Ես նաև այս օրինակը շատ եմ սիրում բերել, եթե մարդիկ երկու տարբեր մարդիկ են, որոնցից մեկը հաց թուխ է, մեկը ծխնելույս մաքրող, ապա իրար հետ շփվելուց մեկի ալրոտ ձեռքերը եւ հագուստը կսևանա, մյուսը կսպիտակի, կալյուրոտվի։ Եվ մեր նույն էներգետիկ շփումներն են այդ ձևով մեզ վրա ազդում։ Հիմա մեր համար շատ կարևոր է թիմի նպատակից հետո նաև հարաբերությունների այսպիսի ընթացք տալը, մենքի զգացողության արդյունացում կամ ձևավորում եմ ես դրան անվանում, արդյոք մենք կարողանանք մենքի զգացողությունը արդյունացնել բոլորիս մեջ, չէ՞ որ բոլորս այնքան տարբեր ենք, նույնիսկ մարդիկ կան, որոնք խմբում ներկայացել են այլ անուն ազգանունով, կարծում եմ նույնիսկ նկար չունեն եւ նույնիսկ շատ շատերը իրար հետ նույնիսկ Facebook-յան ընկերներ չեն, որը ինձ համար անհասկանալի է ուղղակի։ Հիմա ինչևէ, տեսնենք, թե նոր հարաբերությունները ստեղծելու համար ինչով պիտի կարողանանք իրար օգնել։ Օրինակ մի քանի օր առաջ խմբում տեսա, որ կար ինչ-որ արդեն օգնության խնդրանք, որին արդեն բավականին մարդիկ էին արձանագրել, ոնց որ թե այդ կնոջ օգնության հարցը լուծված էր, ինքս այնտեղ դիմել եմ եւ փորձում ենք ստանալ նոր մարդկային հարաբերություններ անծանոթ հային ուղղակի օգնելու։ Իսկ սա արդեն իսկ լավ է։ Իսկ երբ որ մարդը ինքը մյուսին գնում է օգնության, արդեն տալիս է իր էներգիայի որոշակի հատվածը։ Որոշակի էներգետիկ հոսք տալով մարդուն մենք ստանում ենք 7 անգամ ավելի ուժեղ։ Եթե տվեցինք բարության եւ մեր դրական ջերմությամբ սիրով լի էներգիան, ապա հետը վերադառնալու մեզ այն 7 անգամ բազմապատկված եւ եթե ոչ ավել։ Գաղափար կամ կարծիք կա, որը մեզ ներկայացնում է, որ 100-ի 100 աստիճան մի թիվ կա, դրան անվանում են Google, դա ինչ-որ նոր բան է, ես նոր եմ լսել, ասում են այդքան անգամ ավելի ուժեղացած է հետ վերադառնում։ Հիմա տեսնենք, թե այս մեր նույնը նաև վատն է, ասեմ ձեզ։ Մարդկանց վիրավորելով, անիծելով, նեղացնելով եւ հայհոյելով եւ բողոքելով ու դժգոհելով, ելի էներգիա ենք տալիս եւ դրա մեջ դնելով լիքը բացասական հույզեր եւ որը շատ ուժեղ է այդ բացասական հույզ կրող էներգիան, ուղարկում ենք այդ մարդուն, որը գնում է իր գործը կատարում եւ ելի 7 անգամ ուժեղացած հետ վերադառնում մեզ։ Ուրեմն պետք է 7 անգամ մտածել, հետո նոր այդ միտքը ուղարկել մարդուն։ Հիմի այստեղ մի հետաքրքիր բան էլ կա, որի մասին ուզում էի խոսել, կոնկրետ նշանակետին ուղղորդված շարժում, որը էներգիայի շարժում, որը պիտի որ
իմանանք, որոշենք ինչ ենք ուզում անել եւ կոնկրետ ասենք կլինի 1000 մարդ, կլինի 500 մարդ, որը կմտածի այդ միևնույն ուղղությամբ այս կամ այն գործը իրականացնելու եւ այդ մարդիկ կլինեն նրա գաղափարագիրները, զինակիցները, համակիրները, այդքան մարդ նույն ուղղությամբ, նույն ժամին, նույն օրը միավորված, եթե կատարում են, թեկուզ նույնիսկ տեղներում նստած, մարդիկ ինչ որ խումբ կունենան, որը դա կանեն, ուղղորդեն իրենց էներգիաները տվյալ բանին նպատակին ու նշանակետին հասնելու, դա հաստատ կիրականանա եւ անհնար է որ չիրականանա։ Ինչու՞, որովհետեւ եթե տեսնում ենք թիրախային գործերը միշտ հիմնականում շատ մարդկանց էներգետիկ միտքը ուժ է կրում, ինչպես նաեւ գիտենք, որ միտքն էլ ուղարկեցինք, էներգիան էլ հետն է գնում։ Սա պիտի անպայման արվի ու պիտի լինի հատուկ ընտրված շատ լավ մտածված պիտի լինի թիրախը, որովհետև հաստատ լինելու է, չի կարող չլինել։ Ինչն է մարդկանց ուշադրությունը գրավում։ Ուշադրությունը գրավում են էներգասնուցված, չգիտեմ, երևի թե մի հայերենից ճիշտ բառ չի հնչում, բայց էներգասնաբժոնն է, էներգիայով լեցուն բանն է մարդկանց ուշադրությունը գրավում, չէ՞ որ եթե մենք փողոցում գնում ենք, ինչ որ մի բան այն կողմից, որ մեր հայացքից հեռու է, մեզ գրավում է իր հետո շուռ են գալու, ասում բայց ինչ էր, բայց նրա էներգետիկ սնուցված, սնված եւ ուժեղացած վիճակը դա արդեն իսկ մեր ուշադրությունը գրավում է։ Իսկ հիմա մարդիկ այնքան էներգազուրկ եւ իսկ իրադարձությունները, որոնք մարդիկ նույնիսկ համախոհել չեն, ուշադրությունը գրավում է այնքանով, որովհետեւ էներգասնուցված են։ Փաստ օրինակը վերջին բացասական շատ ծանր իրադարձությունները, որոնք 100,000-ավոր հայերի ու չէ ամբողջ աշխարհի մարդկանց ուշադրությունը գրավեցին, որովհետև այնտեղ կային հույզեր, ճիշտ էր, բացասական էր մեր համար Գյումրիի դեպքերը եւ վերջին քաղաքական իրավիճակները, որովհետև դրանք էներգասնուցված էին, կապ չուներ այդտեղ բացասական էր լիցքերը, դրական էին մտքերը, բացասական թե դրական, բայց այնտեղ փաստը մնում էր փաստ, որ լիքն էր էներգիան եւ մարդիկ։ Եվ այդ ամեն ինչը ինքը բնավորություն ունի մարդկանց գիտակցությունները եւ ուշադրությունները տալ։ Մարդիկ մեխանիկորեն ընկնում են այդ հոսքի մեջ եւ մարդիկ մեղավոր չեն, որ ընկնում են այն գրավելու եւ մագնիսական ուժի նման քաշելու, հորձանուտի մեջ գցելու, տարերային վիճակը կառավարելու բանուն եւ մարդիկ եթե նստեն ու հատուկ պատրաստված մասնագետները իհարկե ուղղորդեն այդ ամբողջի գիտակցությունները, որ հենց դրան էլ անվանում են պսիխոտրոպ զենքերի ինչ որ մի բաժին, որը իրոք կա եւ գոյություն ունի եւ նաեւ կիրառվում է Հայաստանում։